Սիրելի բարեկամներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինակային հաղորդումն է Status Quo, այսօր մենք հյուրընկալել ենք Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմարյանին, պարոն Խզմարյան, ողջունում ձեզ։ Պիտի պարզ ասեմ, ուզում եմ շարունակենք այն ձեր բաթլը, որ դուք ունեցաք պարոն Խուշուձյանի հետ, ցավոք ինքը չի ընդունում էր հրավերները այստեղ գալու, բայց ես կուզեի շարունակել ամեն դեպքում այն ինչ որ չասվեց։ Ձեր թեզիսները պարզ էին, իրեն նույնպես շատ պարզ։ Իրենն էլ էր պարզ, բայց հետաքրքիր որ դուք լրիվ տարբեր ուղղություններ եք հիմա, ու տարբեր ձև եք նայում։ Ես սա այն է, ինչ էլի ենք մենք քննարկել այս տաղավարում, որ նույն խնդիրը տրամագծորեն տարբեր կողմերից են նայում, տարբեր ձևով։ Դուք ասում եք, որ անվտանգությանը բացի այն, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը կա, որևէ առումով, գլոբալ առումով հիմա այդպես գործընթացներ չկան։ Հովսեփը հակառակը պնդում է, որ ընդհակառակը հիմա շատ ավելի մենք գնում ենք դեպի անվտանգություն, խաղաղություն է, պնդում է, որ ստորագրվել է այդ փաստաթուղթը, հետեւաբար սա արդեն գործընթաց է եւ ժամանակ է պետք։ Սա իրենց միշտ փաստակն է, որ պետք է սպասել, ամեն ինչ լավ է լինելու, հակառակ դեպքում ինքը առաջինը կքննադատի։ Լավ է։ Դա կարգախոս է արդեն։ Ոնց է լինելու, լավ է լինելու։ Հիմա կուզեի որ ձեր միտքը շարունակեք։ Նաև դուք ասում եք, որ եթե մենք լինեինք արդեն այդ ցանկում Եվրամիության անդամակցության դիմացների տեխնացուների, ապա սա չէ լինի։ Եվ միակ ճանապարհ անվտանգության այդ ճանապարհով գնալն է։ Եթե թույլ տաք, ես կբերեմ մեկ օրինակ իապացույց իմ համոզմունքի եւ մի նկատառում ընդհանուր տեսակ։ Այսօր առավոտյան Եվրոնյուսով նայում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի ԵՄ-ի ղեկավարներից մեկի այցելությունը Կոսովո։ Եվ բավական հետաքրքիր էր ինչ։ Եվրամիությունը 90-ականներին ՆԱՏՕ-ի միջնորդությամբ պաշտպանում էր կոսովարներին Սերբիայում։ Այո։ Եվ օգնեցին, որ Կոսովոն դառնա անկլավ յուրահատուկ, պաշտպանեցին կոսովարների մարդկային եւ ազգային իրավունքները, ինքնորոշման իրավունքը եւ այլն։ Այսօր Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտպանում է Կոսովոյում կոսովարներից սերբերի իրավունքները, որտեղ իրենց հերթին նրանք էլ են այնտեղ անկլավ, փոքրամասնությունը, եւ սա շատ հետաքրքիր է, եթե մենք համեմատենք մեր իրավիճակի հետ։ Ուրեմն բացատ նկարագրեցի ինչ է կատարում եւ դա հենց այն բանի ապացույցն է, ինչը մենք տարիներ շարունակ ասում ենք։ Եթե մենք լինենք Եվրոպայում 15-10 տարի առաջ, 5 տարի առաջ, ապա Եվրոպան երբեք թույլ չէր տա, որ Հայաստանը պարտվի այն վիճակով, ինչպես պարտվեց 20 թվականին, որ Արցախը հայաթափվի եւ ոչնչանա այդ ձևով, ինչպես ոչնչացվել, այսինքն Արցախահայությանը ակսորելու հնարավորություն Ալիևը չեր ունենա եւ Փաշինյանը երբեք իրավունք էլ չեր ունենա անգամ խոսելու, որ մենք դեմ ենք Արցախահայության վերադարձին, քանի որ դա վնասաբեր է, վնասակար է եւ այլն, քանի որ եվրոպական օրենքներով, միջազգային օրենքներով, ՄԱԿ-ի Հաագայի վճռի բարձրագույն դատարանի վճռով նրանք ունեն այնտեղ մնալու իրավունքը եւ մենք Կոսովոյում տեսնում ենք ոչ միայն այն, որ նրանց իրավունքները պաշտպանված են, հազար ներողություն, հայոց բանակը տարիներ շարունակ մասնակցում է Կոսովոյի, Բոսնիայի գործողություններին, այսինքն հայկական բանակը եվրոպական կառույցներում եւ ՆԱՏՕ-ի կառույցներում պաշտպանում է այլոց անկլավները, բայց հայոց բանակը պարզվում է ոչ միայն չի կարողանում, չի ուզում, այլ պարզապես անգամ նման օրակարգ չկա պաշտպանելու հայերին Ադրբեջանում, եթե համարենք, որ դա Ադրբեջանի տարածք է, հայկական ինքնավարությունը, որը կներեք տրվել էր Ստալինի օրոք, այսինքն մենք ենթադրում ենք, որ անգամ Ստալինը կարող էր ավելի ժողովրդավարական կարգավիճակ տանելի թողնել հայերին, քան Ալիևը, Փաշինյանը եւ քան Եվրոպան է ձգտում վերադարձնել իրենց այդ բանը։ Սա այն ինչ ուզում եմ ասեի անկլավների մասին, դե վաղը մենք խոսելու ենք անկլավների մասին, արդեն խոսվում ժողովուրդ ուղղակի չի հասկանում, որ անկլավներն էլ են պատրաստվում տալ։ Իհարկե։ Եվ ես կրկնում եմ արդեն 2-3 տարի խոսվում է։ Եվ այդ հարցը երբեք չէր առաջանա, չէր ծագի։ Այդ ցավը երբեք չէր պատճառվի հայ ժողովրդին, եթե մենք հիմա լինեինք գոնե Մոլդովայի պես
գոնը Վրաստանի պես, ել չեմ ասում Ուկրաինայի պես, եվրոպական միության անդամակցության թեկնածու երկիր գոնե մենք հիշեցնեմ 8 տարի, կներեք 8 ամիս առաջ մեր նախաձեռնությամբ իմ գրված տեքստով մենք բերեցինք եւ սարքեցինք դա օրենք, չլինելով անգամ ընդդիմադիր կուսակցություն խորհրդարանում, ապա արտախորհրդարանական ընտրություն։ Ինչեր մենք կկարողանայինք անել, եթե մենք լինեինք խորհրդարանում եւ ինչեր մենք դեռ կանենք։ Բայց եթե թույլ տաք ես հիմա մի ընդհանուր կարգի նկատառում անեմ։ Եթե մարդը ցանկանում է գրակ վառել, ճաշեպելու, տունը կամ քարանձավը տաքացնելու, լույս ստանալու համար, նա գրակի մեջ գցում է 4 փայտեր։ Եթե մարդը չի ուզում այդ ամենը, նա գցում է թաց փայտեր, որ ինչ է առաջանում թաց փայտերից, ծուխ։ Այսինքն Փաշինյանը մեկ մյուսի ետևից օրեցօր գցում է գրակի մեջ թաց փայտեր, որովհետև նա այնինչ նրան պետք է, դա մառախողն է, հա, ծխավառակույր, որովհետև միայն այս սկանդալների անվերջ պայքարի բոլորի դեմ նախկինների արցախցիների եկեղեցու ել չգիտեմ վաղը ինչ կլինի իմ դեմ, որովհետև այն ենթադրենք ինչ սկսվեց այդ հարցազրույցի տողատակերին եւ ես ինչպես հետեւել եմ շատ մեծ մասը ձեզ ուղղակի հայհոյում վիրավորում են, մեծ մասը հիմնականում պարոն Խուրշուդյանին համբերություն են մաղթում, հաղթանակ են մաղթում, բայց ձեզ շատ քիչ է։ Բայց խնդիրը այն է, որ այդ մեծ մասը անանուն մարդիկ են հիմնականում, նույն խոսքերով, նույն գրեթե պատճենանված ուղերձներով են դիմում, այսինքն սա բոտ է, սա այն ֆաբրիկան է, որը փորձարկեցին այս անգամ իմ հանդեպ, որովհետև իշխանությունները թե կոնկրետ մարդիկ իշխանություն բոտերը փող են աշխատում այդ գրառումներով եւ կարելի է տեսնել քանի անգամ նույն անունը կրկնվում է։ Այդ ինչ պետք է անի մարդը, որ մի ժամվա ընթացքում մի քանի անգամ գրառումներ անի, որտեղ նա դրա համար աշխատավարձ է ստանում, փող է ստանում։ Այդպես որ դա ինձ չի ելնում։ Ես ընդհանրապես ասեցի դա, որպեսզի մենք ձեզ հետ չօգնենք Փաշինյանին կամ որևէ մեկին գրակի մեջ գցել թաց փայտեր, որովհետև մենք ոչ լույս կտանք, ոչ կջերմացնենք, կջեռուցենք որևէ բան, ոչ էլ ճաշկենք։ Այսօր մի այդպիսի փայտ գցեց Փաշինյանը, հայտարարելով, որ ինքը երբեք չի հրաժարվել ռուսական ցորենից հօգուտ ուկրաինական։ Իհարկե։ Դա իմիջիալոց այն դեպքերից մեկն է, երբ որ նա ճշմարտություն է ասում եւ ապացուցում է իհեճուկս պարոն Խուրշուդյանի պնդումների եւ իմ նախկին այլ գործընկերների, որոնք ասում են, ախր չէ, դուք չեք տեսնում ինչ լավ է, դուք չեք տեսնում ինչ լավ բաներ անում։ Ես ասում եմ, չէ, չեմ տեսնում, ցույց տվեք։ Եվ Փաշինյանը հաջորդ իսկ օրը հայտարարում հենց այն, ինչ ես պնդում է, որ չի կարելի պայքարել ԿԳԲ-ի հետ եւ նույն օրը ուղարկել ԿԳԲ-ի դպրոց քո ազգային անվտանգության ծառայության նոր հերթափոխը սովորելու ԿԳԲ-ի դպրոցում։ Դա ծիծաղելի է, չէ՞, որ չի կարելի մի կողմից հայտարարել, որ մենք դիվերսիֆիկացնում ենք տնտեսությունը եւ հասցնել, ինչպես 24 թվականին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը 12.5 միլիարդի էր հասել։ Մեր բյուջեից ավել կրկնակի գրեթե։ Պատկերացնում եք, եւ հիմա մենք ուրախանում ենք, որ տեսեք մի փոքր իջել է, որտեղ ոսկու այդ 111 տոննան, որը մաքս անենք եղանակով մենք օգնեցինք ուղարկել Ռուսաստանից վաճառել եւ դրանով փաստորեն յուղել ռուսական ռազմական մեքենան Ուկրաինայի դեմ կռվող եւ ողջ աշխարհի, նաեւ Հայաստանի դեմ։ Այդ ամենն էլ մի կողմ, բայց հիմա մենք հասկանում ենք, որ այն անասնակերը, որ բերվում է ռուսական անասնակերը Ադրբեջանով, որը մաքուր PR կամ կեղտոտ PR ակցիա էր եւ ապացուցում է, որ եւ Պուտինը եւ Ալիևը մի հարցում համերաշխ են։ Նրանք ամեն գնով ցանկանում են պահպանել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Պարոն Իսմայելյան, հարցն այն է, որ այդ տեսակետը կիսում են նաև Եվրամիությունում, ոչ ձեր տեսակետը, Հովսեփ Խուրշուդյանի տեսակետը։ Եվ պատահական չէ, որ պարոն Խուրշուդյանը անմիջապես ձեր բաթլից հետո տեղադրեց Եվրանեստում պատգամավորներից մեկի ելույթը ձեզ հղում անելով, որ ահավասիկ լսեք, թե ձեզ ինչ են պատասխանում։
Եվ ինքը այդ առումով ճիշտ է, որովհետև նման падգամավորներ միայնակ չեն, այսինքն շատ են այդպիսի մարդիկ։ Բայց կան նաև падգամավորներ, որ պնդում են հենց այն, ինչ ես եմ ասում, եւ ես նրանց հետ եմ հանդիպել։ Հիմա սա է ամբողջ հարցը։ Ես իմ մոտեցումներ ունեմ, ուղղակի ես հիմա այս պահին որպես քաղաքագետ չեմ խոսելու, ուղղակի խոսելու եմ որպես զրուցավար, այսպես ասած, որպեսզի ձեզ հնարավորություն տամ խոսելու, որովհետև ես էլ իմ մոտեցումներ ունեմ, բայց ես այստեղ իսկապես չեմ արտահայտվի։ Խնդիրը այն է, որ բազմաթիվ կամ ավելի շատ մեծամասնությունը Եվրամիության երկրների ներկայացուցիչների, ամենայնպես նրանք ովքեր գալիս են այստեղ Փաշինյանի մասնակցությամբ Օրբելի կենտրոնը մեծ միջոցառում արեց 2 օրվա, որտեղ էլի հնչեցին նույն թեզիսները, նույն նարատիվները, որ ամեն ինչ հրաշալի է, մենք խաղաղություն ենք կնքել, 15 անգամ խոսում են, որ մենք խաղաղություն ենք կնքել, որ մենք դիվերսիֆիկացնում ենք, որ մենք ավելի ենք հեռանում, ոմանք ասում են, չնայած Փաշինյանը ինքը ասեց, որ մենք կպցնելու ենք Ռուսաստանը Թուրքիայի հետ, ինքը բառացի ասեց դա։ Բայց միևնույն է, կարծեք դա չի ասում, դա լսող չկա։ Խոսում են միայն այն մասին, որ connectivity, middle corridor, Central Asian countries, դրանից հետո Թուրքիա, Սևծով, միջերկրականցով, ֆանտաստիկ է ամեն ինչ, եւ բոլորը ծափահարում են։ Այդ ինչպես է ելնում։ Ես բավական հաճախ եմ հանդիպում եվրոպական դիվանագետներին, падգամավորներին, հանդիպել եմ վերջերս անցյալ ամիս Եվրոպայում, վերջերս այստեղ 3 եւս մի դիվանագետ հետ եմ հանդիպել Բալթյան երկրներից եւ ես պետք է ասեմ, որ նրանք շատ լավ ամեն ինչ հասկանում են մի պարզ պատճառով, որովհետեւ գոյություն ունի Վրաստանի նախադեպը։ Եվ իրենք տեսնում են եւ արդեն ասվում է օրինակ Մարտակոսը, ում հետ ես նամակագրության մեջ եմ, իսկ նա Եվրամիության ընդլայնման հանձնակատարն է։ Նա շատ հստակ գրեց, որ սա կեղծիք է, այնինչ անում է Վրաստանը, այնինչ ասում է Վրաստանը եվրոինտեգրման վերաբերյալ իր հավատարմությանը։ Մենք տեսնում ենք, որ սա ընդհանրապես խոսքեր են, սա կեղծիք է, ասում են նա, եւ ես ասում եմ մերոնց եւ եվրոպացին, այնինչ այսօր ասվում է Վրաստանի մասին, վաղը ասվելու է Հայաստանի մասին։ Այստեղ կա մի տարբերություն։ Վերջին 20 տարվա ընթացքում Եվրոպան 20 միլիարդից ավել, գրեթե 30 միլիարդ է ներդրել Վրաստան։ Ինֆրաստրուկտուրայի մեջ քաղաքների, բարեփոխումների, դատաիրավական եւ շատ լուրջ հասան արդյունքների։ Հայաստան դրանից մոտ 10 անգամ քիչ գումար է ներդրվել։ Հետևաբար նաև սպասելիքները Հայաստանից եւ այն ճնշումը, որ իրենք եւ այն զգացմունքները էմոցիոնալ, որոնք իրենք տածում են Հայաստանի, վերաբերյալ 10 անգամ ավելի քիչ են։ Ի վերջո իրենք ասում են դուք պատերազմ եք անցել։ Մենք հասկանում ենք, որ սա հետ ցեղասպանային տրավմա է, հետ պատերազմական բարդ հոգեբանական վիճակ է։ Մենք չենք ստիպում ձեզ որևէ բան անել։ Եվ իրենց դա են ասում իմիջիալուս։ Գիտեք, պետք չէ մեզ ճնշել, պետք չէ մեզ ստիպել, որովհետև ժողովուրդը վախեցած է, իրականում ոչ։ Ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է, եւ ժողովուրդը կեսից շատ քվեարկել է Եվրամիության անդամակցելու եւ կառավարությունը, իշխանությունը, իշխող կուսակցությունը սեփական նպատակները ծախում է Եվրոպային եւ բավական համոզիչ, որովհետեւ մարդիկ գալիս են եւ հանդիպում են միայն այն մարդկանց հետ, ինձ կամ ձեզ հետ գրեթե չեն հանդիպում, եթե մենք չենք նախաձեռնում դա, ինչը ես վերջերս անում եմ, բայց պետության կողմից գալիս են հատուկ ընտրված մարդիկ, անգամ հասարակական կազմակերպություն, որոնց անունը դուք արդեն տվել եք, կան եւ ուրիշները, որոնք պահպանում են այդ վարդագույն պատրանքը եւ եվրոպացիներին դա նույնպես շատ ավելի հարմար է, որովհետեւ իրենք գերխնդիր չունեն Հայաստանին փրկել։ Իրենք ասում են դա ձեր գործն է։ Եթե դուք ընտրում եք կառավարությունը, որը տանում է ձեզ այսպես եւ չեք բողոքում, իսկ դա ուղիղ տրանսֆորմացվում է ինչ հայտարարություն։ Տեխնիկապես ինք ճիշտ են ասում, բայց ստացվում է, որ իրենց հետաքրքրում է կեղծիքը, այսինքն իրենք ունեն ինկլյուզիվնես ասածը, չէ՞, այսինքն մասնակցային գործընթաց։ Ես իրենց բազմաթիվ անգամ եմ բացատրել, որ Հայաստանում այլևս մասնակցային գործընթաց չկա։ Մենք չունենք այլևս այդ անգլերեն ասում են decision making-ի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն։ Մենք չենք կարող պրոյեկտը։ Դուք ինքներդ եք ձեզ պատժում։ Եթե դուք չեք, դե որովհետև եթե դուք չեք ցանկանում Եվրոպա այնպես ինչպես Մոլդովան, այնպես ինչպես Վրաստան, իրենք չեն տեսել։ Այսինքն իշխանությունը մենք ընդհանուր բոլորից նկատի ունի Հայաստանի, թե կոնկրետ մեզ, որ չեն
որ ուզում են մարգինալացնել Հայաստանը, իրենք ասում են որտեղ են ձեր թվերը, որտեղ են զանգվածները, եւ դա կրկնում է Փաշինյանը, այսինքն այն ինչ նա ասաց, դա դրսի համար էր ասված։ Եթե դուք համաձայն չլինեք, դուք հեղափոխություն կանեք, դες ծանոթ են այս խոսքերը։ 100 անգամ լսել եմ։ Դուք լսել եք նաև, եթե դուք չանեք այն, ինչ ես խնդրում եմ, վաղը կլինի պատերազմ։ Լսել եք այդ խոսքերը, չէ՞։ Իսկ հիմա դա դարձել է նախընտրական կամպանիայի արշավի կարգախոս, այսինքն սա մաքրում շանտաժ է։ Եթե չընտրեք ինձ կլինի պատերազմ։ Ինչը բացարձակ կեղծիք է, որովհետև այն ինչ դուք եք անում, դա է բերում հետաձգված պատերազմ։ Այն ինչ մենք ենք առաջարկում, դա բերում է հավերժ խաղաղություն, որովհետև Հայաստանը խաղաղություն կարող է ստանալ միայն հզոր ռազմաքաղաքական բանի մեջ, բայց ես դրա համար հիմա չեմ ուզում քննարկել դա, որովհետև դրանք թաց փայտեր են։ Եկեք խոսենք այն բաների մասին, որոնք փորձում են, որոնք Փաշինյանը փորձում է թաքցնել այդ ծխավառ այգուրի։ Այն որ ժողովուրդը շատ դժվար է ապրում, որ հարկերը, գները, հողի գինը, գույքահարկը, ամեն ինչը բարձրանում է, որ այս ամենը անտանելի է դառնում, որ այդ վախը, անորոշությունը, որ որևէ լուրջ բարեփոխումների բացակայությունը, որ անգամ դատաիրավական համակարգի սկսված, հայտարարված, բայց բացարձակապես կեղծիք է, այսինքն քաղաքացին ինչպես եղել է, այնպես էլ մնում է անպաշտպան մեծահարուստից, այն որ երիտասարդ ընտանիքը չի կարող երեխա ունենալ, որովհետև չի կարող բնակարան առնել եւ չեն կարող 4 հոգով ապրելով մի բնակարանում ծնողների հետ երեխա բերեն եւ սիրով զբաղվեն, այդ ամենն է խնդիր, այն որ ծնելիությունն է իջնում Հայաստանում օրեցօր, տարեց տարի, այն որ հիվանդություններն են եւ հատկապես քաղցկեղն է բարձրանում, այդ դա է պետք քննարկել, հասցեագրել։ Օդի աղտոտվածությունը Պարոն Խզմալյան, միևնույն է, ես ձեզ հետ համաձայն լինելով, բայց չեմ ուզում անընդհատ մենք եվրոպացիներին արդարացնողի դերում հայտնվել։ Ես չեմ արդարացնում, պարզապես դա մեր խնդիրն է, այլ ոչ թե եվրոպացիների։ Իհարկե դուք եվրոպական կուսակցություն եք ներկայացնում եւ բազմիցս մենք խոսել ենք եւ ես այդ ժամանակին եվրոպական իհարկե մոտեցումները միշտ առաջնահերթ եմ համարել։ Հիմա ես կարծում եմ, որ մենք ժամանակն է եկել, որպեսզի մենք հասունանանք հասկանալու, որ մինչև մենք մեր ներսում, ինչպես նաև դուք եք ասում, մենք չպարզենք մեր բոլոր այդ հարցերը, որևէ տեղից, անգամ լավագույնները մեզ չեն կարողանում որ այդպես օգնել, ինչպես որ մենք թվում է թե ակնկալում ենք։ Համաձայն եմ։ Հետևաբար մեր խնդիրը արդեն սա է, որ մենք ոչ թե անընդհատ փորձենք մաքրել եվրոպացիներին, կամ ոմանք ռուսներին են մաքրում, ենթադրենք ամեն ինչում, իրենք մեղավոր չեն, կամ ամեն ինչում եվրոպացիներին։ Իրականում մեր խնդիրը մեր մեջ է։ Եվ եթե մենք չենք կառուցելու այդ պետությունը, մեր փոխարեն որևէ մեկը չի կառուցելու։ Դա հենց այն ինչ ասաց ինձ 24 ժամ առաջ մի եվրոպացի դիվանագետն ասաց, մենք բացարձակապես համաձայն ենք ձեզ հետ պարոն Խզմալյան, բայց դա պետք է անի ոչ թե Եվրոպան, այլ հայ ընտրողը 26 թվականի հունիսի 7-ին, եթե դա արտահերթ չանեն, ինչը նույնպես չի բացառվում, հայ ժողովուրդը պետք է ընտրի այդ ճանապարհը, որով դուք փորձում եք տանել։ Հայ ժողովուրդը ընտրելու է ճանապարհը, մանկապարտեզը, տանիքը, ոռոգումը բոլոր երկրներում ընտրում են ներքաղաքականի համը։ Իսկ ներքաղաքականից գլոբալ առումով մենք նայում ենք 3 հարցումները, հիմնականում գոհ են, այսինքն այնպես չի, որ արտաքինով են առաջնորդվելու եւ խոսքերնակ խոսելու են Եվրամիության կամ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրներով։ Չէ։ Հետևաբար Փաշինյանի շանսերը էլի պոպուլիստաբար ընտրվելու մեծանում են։ Փաշինյանը շանսեր չունի։ Մենք ասում ենք այլ բան։ Փաշինյանը ակնհայտորեն չի գնում Եվրոպա եւ չի գնա Եվրոպա։ Նա վերընտրվում է շնորհիվ պայմանավորվածության Ալիևի եւ Պուտինի հետ, նաեւ Ալիև եւ Էրդողանի։ Ըստ եւ դա է պատճառը, որ մեր խնդիրն է, որ իրական եվրոպական ուժեր լինեն խորհրդարանում, որոնք կկարողանան ի հեճուկս այդ ամեն ինչի բերեն Հայաստանը Եվրոպա, այնպես ինչպես մենք կարողացանք օրենքը բերել ազգային ժողով եւ ստեղծված իրավիճակում ազգային ժողովը արդեն չէր կարող չստորագրել դա, պարզապես չկատարեց։ Հիմա մենք պետք է հասնենք նրան, որ այդ օրենքը կիրառվի, իրականացվի։ Ինչպես, եթե իրենք են կատարող, ինչպես եք հասնելու դրան։ Դրա համար մենք պետք է լինենք խորհրդարանական ընդդիմություն։ Բայց եթե էլի փոքրամասնություն լինեք, որտեղ բոլորն են փոքրամասնություն, ոչ, մենք կկարողանանք աշխատել
Եվրոպական խորհրդարանի, եվրոպական խորհրդարանների հետ եւ մեր ժողովրդի հետ մենք բացարձակապես այլ օրակարգով կկարողանանք աշխատել։ Իրենք չեն կարողանա դա շեղել, դրանից շեղել ողջ երկիրը։ Իրենք ժամանակ են շահում, բայց ցավն այն է, որ իրենք չեն տեսնում, որ Հայաստանը ժամանակ չունի, որովհետև եթե այս անորոշությունը, այդ խայտառակ իրավիճակը պահպանվեց հաջորդ տարի, եթե ստատուս քվոն խորհրդարանական պահպանվի, ապա Հայաստանում կսկսվի արտագաղթ։ Այո, դա էլ բողոքի մեկ այլ ձև է։ Այո։ Պարոն Խզմալյան, այդ ձեր բանավեճի ժամանակ ես էլի հաճախ եմ տեսել այդ բանավեճի ժամանակ շեշտադրում չկա ռեժիմների նմանության վերաբերյալ Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի։ Դրանք ոչ ժողովրդավարական ավտորիտար ռեժիմներ են։ Այո։ Եվ ընդդիմադիրները քննարկումների ժամանակ ընդդիմադիրները, այսինքն ձեր օպոնենտները, միշտ այնպես են խոսում, կարծեք խոսքը ընդհանրենք Շվեյցարիայի մասին է, որի հետ ընդհանրենք մենք կարող ենք ունենալ ահավասիկ կբացվի գնացքների ճանապարհը, կգա այդ ցորենը կամ մեկ ուրիշ բան։ Էական չի դա ցորենի ինչ տեսակ է, իրական դա այդքան դա չէր կարևորը, բայց որ իբր թե խաղաղություն հաստատված, բայց չեք ասում, բա պարոնն էս ինչի ան չէ, որ խոսքը Թուրքիայի նման ավտորիտար, Ռուսաստանից գրեթե չտարբերվող կամ Ադրբեջան օկուպացիոն, հա, այդպես քաղաքականություն վարող, էքսպանսիոնիստական ահավասիկ Սիրիայում տեսանք ինչ են անում, Կիպրոսի հետ ինչ արեցին, Իրաքում եւ այլն, կամ Ադրբեջանը, որոնք մարդասպաններ են ստեղծության։ Ավելին, ինչ են գնում հեռավոր օրինակներ։ Ես բերում շատ པարզ օրինակ։ Դուք ասում եք, որ Թուրքիան պատրաստ է բացվել դեպի Հայաստան։ Ես ասում եմ, ընդամենը 20 օր անցավ Վաշինգտոնյան ստորագրումից եւ արդեն օգոստոսի 22-ին, թե 24-ին չեմ հիշում, Կարսում սկսվեց Կարս Նախիջևան երկաթուղու կառուցում, որը շրջանցում է 3 միլիարդ գումար ունեցող Կարս Գյումրի Նախիջևան ճանապարհը, որի համար որևէ 3 միլիարդ պետք չէ, իսկ 3 միլիարդը զգայուն թիվ է անգամ Թուրքիայի պես երկրի համար, որի հիմնականում Ադրբեջանն է տալու այդ գումարը։ Առավել եւս, տեսնում եք, ինչի համար է դա, որպեսզի Հայաստանի շրջափակումը ոչ մի վարքյան չկասեցվի, այսինքն որ իրենք միշտ հնարավորություն ունենան շրջանցել չեն տակցնում։ Եվ երբ որ ասում են ձեզ բա թրիփի մասին, այնտեղ Զանգեզուրի միջանցքի մասին խոսք չկա, կարելի է ուղղակի հետեւյալ բանը ասել ադրբեջանական, ինչպես որ իրենք պնդում են միշտ։ Թրիփը եւ Զանգեզուրը տարբեր երկու բաներ են իրենց համար։ Զանգեզուրյան միջանցքը իրենց համար ամբողջ Ադրբեջանը մինչև այսինքն Բաքվից Անկարա գնացող ճանապարհը մոտավորապես դա իրենք կոչվում են Զանգեզուրյան նախագիծ։ Իսկ թրիփը ասում է ձեր այդ 42 կիլոմետրն է, հիմա եթե ամերիկացիները գումար կդնեն, մենք օքեյ ենք, թող դնեն գումարը, եթե իրենք ուզում են, վերջ։ Եվ դա Թուրանի հսկայական նախագիծ է, որի վերաբերյալ մեր գործընկերները հեգնում են, ծիծաղում են, կարծես դա չկա, եւ փաստորեն մենք նորից ու նորից որ երրորդ անգամ այս վերջին 100 տարիների ընթացքում լսում ենք, որ մենք ուրիշ թուրքերի հետ գործ ունենք։ Ես ակամա հիշում եմ Վարդան Պետրոսյանի հայտնի սկեչը, որտեղ նա վերջում գոռում է. «Տորա, Թուրքի ուրիշը ո՞րն է»։ Պարոն Խազման, ես իրականում կուզեի եւ միշտ ասեմ, որ ամեն ինչն է փոխվում, բոլորն են փոխվում, մենք էլ ենք փոխվել, թուրքերն էլ են փոխվել, բայց հարցը դեպի լավը թե դեպի վատը։ Այն որ փոխվում են բոլորը, դա ակնհայտ է։ Ես ասում եմ մի պարզ բան, երբեք Թուրքիան եւ Ադրբեջանը, համենայն դեպս այն Թուրքիան եւ այն Ադրբեջանը, որի կողքին մենք ապրում ենք, երբեք չեն հաշտվի Հայաստանի անկախ պետականության գոյության հետ։ Պարզ պատճառով իթիվայել բաների, որովհետեւ նրանք կայացել են որպես պետություն Հայաստանի պատմական տարածքի վրա եւ այդ բնական տրավման նրանց համար։ Հետաքրքիր է, որ այո, երբեք թույլ չի տա նրանց դա մոռանալ եւ երբեք թույլ չի տա մեզ հանգիստ քնել, եթե մենք պաշտպանված չենք լինելու Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի եւ սեփական բանակով։ Գիտեք, հետաքրքիր որն է, որ այդ մարդիկ, ովքեր խոսում են Եվրամիության կամ եվրոպական արժեքների տեսանկյունից, երբեք չասեցին, որ մինչև Թուրքիան եւ Ադրբեջանը չդառնան ժողովրդավար երկիր, խաղաղություն որպես այդպեսին իր այնպես ինչպես որ իրենք են ասում, այսինքն պայմանական հնարավոր է, բայց լիարժեք խաղաղություն անհնար է։ Չի կարող ինչպես օրինակ հիմա ուկրաինացիան համոզեն, որ իրենք կարող են խաղաղություն ունենալ ռուսների հետ։ Այսինքն հետաքրքիր է, որ ռուսների իբր թե ռուսների դեմ պայքարում են,
Բայց նույն ռուսական ռեժիմով առաջնորդվող մեկ այլ պետություն իրանց համար օքեյ է, լրիվ նորմալ է, որ ենթադրենք Ալիևի ծորենը ստանում։ Դուք նույնը չեք կարող համոզել լեհերին, էստոնացիներին, լիտվացիներին, լատվիացիներին, որոնք հենց հիմա պատեր են կառուցում իրենց սահմանների վրա։ Բայց այդ նույն լեհերը մեզ այստեղ ասում են, դե գիտեք, ամեն ինչ լավ է, խաղաղությունն է, Ադրբեջանի հետ հենա կոչեցիք, էլ ինչ խնդիր կա։ Մի պարզ պատճառով, որովհետև նրանք լսում են քաղաքական ղեկավարներին, որոնք դա ասում են նրանց, ինչ հիմք ունեն իրենք չհավատալու։ Դե իրենք չեն կարող պատկերացնել, որ որևէ ազգի առաջնորդը հետևողականորեն գործի իր ազգի պետական, ազգային, գերագույն շահերի դեմ։ Հանուն սեփական Ինչը Թրամփը իրենց օրինակ չի։ Թրամփը մի քիչ ավելի բարդ է։ Մենք չեմ ուզում Թրամփի օրինակը բերել, որովհետև Նիկոլ Փաշինյանը հաստատ Թրամփ չէ։ Դե հա, ոչ էլ Սաակաշվիլի է, որ իրեն համատում են, չգիտեմ, Իվանիշվիլի, որ էսա։ Ես արդեն համեմատում եմ Իվանիշվիլի հետ։ Իրեն հենց կոչել։ Հենց իրեն, որովհետև ես այսպես եմ բացատրում, ինչու են նա դա անում։ Հանուն իշխանությունը պահպանելու ընդհանրապես։ Եվ այդ իշխանությունը կբերի Հայաստանը կործանման, որովհետև նա չի ապահովում ամենակարևորը, ոչ թե խաղաղություն, այլ անվտանգություն։ Այո։ Խաղաղությունը դա խոսք է, անվտանգությունը դա իրավիճակ է։ Անվտանգությունը բերում է խաղաղություն։ Խաղաղության փաստաթուղթը չի բերում անվտանգություն։ Ողջ մարդկային պատմությունը այդ մասին է։ Եվ երբ որ ինձ ասում են, բայց չէ որ փաստաթղթերում դա վավերացված է, ես երբեմն չգիտեմ լուրջ շարունակեմ այդ խոսակցությունը, մեկնաբանեմ փաստաթղթերի վրա հիմնված ձեր հաշվարկները, դուք գոնե ինքներդ ձեզ հավատում եք։ Իրականում հասկանալի է, ասենք նույն Հովսեփները նույն բանը ասում են, իհարկե կարևոր է փաստաթղթերն են կարևոր, բայց սա չի, այդ նաև նույնիսկ դա այդ փաստաթուղթն էլ չի։ Այսինքն այստեղ խաղաղության փաստաթուղթի մասին խոսք չկա դեռևս։ Խոսքը այն չի, որ նախ դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ Երկրորդ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ մենք պարտված կողմ ենք եւ մենք դեռ պետք է փոխհատուցենք։ Այսինքն դեռ դա երկարագույն ճանապարհ է, ասել որ նույնիսկ ենթադրաբար հիփոթետիկ, որ մենք կարող ենք Ադրբեջանի հետ հանգիստ, այսինքն խաղաղության, որի մասին այլևս չես մտածելու։ Ենթադրենք հիմա մենք չենք մտածում վրացիները կարող են վրա հարձակվեն։ Բայց ինչու էր պետք հիմա ձեր կարծիքով Ալիևին հայտարարել, որ Հայաստան ծորեն է մտնում Ադրբեջանի երկաթուղիով։ Ինչու։ Ընտրությունների նախընթաց։ Որովհետև փաստորեն Ալիևը այս դեպքում փորձում է օգնել Փաշինյանի վերընտրությանը։ Նույնը անում է նաև Պուտինը, որովհետև Փաշինյանը հարմար է նախ եւ առաջ Ալիևին եւ Պուտինին։ Ամերիկացիներն ասում են sticks and carrots, հիմա այդ գազար տալու ժամանակն է, ժամանակին եղել էր հակառակը։ Իսկ ընտրություններից անմիջապես հետո 26 թվականի հուլիս-օգոստոսին անկլավների խնդիրը կդրվի իր ամբողջ մերկությամբ։ Ադրբեջանցիների վերադարձը, սահմանադրության փոփոխությունը։ Անշուշտ, եւ Փաշինյանը ստիպված կլինի մեր շահերի հաշվին վճարել այն վարձը, որը նա հիմա խոստացել է։ Եվ դա բերելու է Սյունիքի, ես չեմ ուզում հիմա ասել ինչին կբերի, մենք պետք է վտանգը տեսնենք եւ վարդագույն ակնոցը չդնել ոչ մի դեպքում։ Պարոն Խզմյան, շատ շնորհակալություն։ Շնորհակալություն նաև ձեզ, ելի բարեկամներ, որ մասնակցեցիք մեր այս քննարկմանը, ինչպես որ սա քննարկում է, ոչ թե հարցազրույց, դա համար մենք մի փոքր ավելի շատ գնում ենք այդ ձևաչափով։ Շնորհակալություն ձեզ, հյուրընկալեցինք Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին, հաջողություն ձեզ։